10 օրվա դադարից հետո ուժեղ Հայաստան կուսակցության անդամներ և համախոհներ են նորից ձերբակալվել ընտրակաշարք տալու ու ստանալու կասկածանքով։ Ձերբակալվածներից մեկը ընդդիմադիր կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար հետախույզ Արթուր Ավանեսյանն է, Կանդազը։ Եվս 3 մարդու ձերբակալման մասին է հայտնել հակակոռուպցիոն կոմիտեն։ Ձերբակալություններից ժամեր անց կոմիտեն հրապարակել է գաղտնալսված հերթական ձայնագրությունը, որտեղ արցախյան բարբառով տղամարդիկ խոսում են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների մասին։ Հայ մուկ պիտի խոսենք դե, խոնց պիտի անենք ասե, գիտեմ։ Չէ, դուք պիտի պրոստու կյակ ներկայանաք, ծապտակ։ Շամպանսկի պենչի պիրիպ տրեքցնե։ Ալա չէ, շամպանսկին տրեքցնան ու սեմսի 7-7։ Ժամանցիքին են, հույս կա յանի լավայնն են։ Վետի եշիմոտ։ Դեն եշել եմ ձայն տլան։ Նվեր ընտրվենք լոխինդանը։ Այս ձայնագրությունը հակակոռուպցիոնի մեկնաբանությամբ ուժեղ Հայաստանի օգտին քվեարկելու դիմաց ընտրողներին աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք տալու մասին է։ Երկու շաբաթ առաջ էլ ուժեղ Հայաստանից Գոհար Ղումաշյանին և Վերժինե Ստեփանյանին էին ձերբակալել, ապա մեղադրանք առաջադրել ինչ-որ ձայնագրությունների հիման վրա։ Հաջորդ օրը հակակոռուպցիոն դատարանը նրանց նկատմամբ վարչական հսկողություն էր սահմանել։ Ընդդիմադիր ուժի անդամները պնդում են, այդ բոլոր ձայնագրությունները շինծու են, ըստ նրանց Կանդազին ձերբակալելով Փաշինյանն իրականացնում է Ալիևի երազանքը։ Սա Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանի դեմքն է, երբ նա իրականություն է դարձնում Ալիևի վաղեմի երազանքները։ 30 տարվա ընթացքում Ալիևը չի կարողացել ձերբակալել Կանդազին, դա այսօր անում են Հայաստանում, մայր Հայաստանում Հայաստանի իշխանությունները։ Հայտնի չէ թե Կանդազին և մյուս 3 ձերբակալվածներին երբ կտանեն դատարան։ Ուժեղ Հայաստանից հայտնում են, որ դատարանի բակում հավաքվելու են։ Էդգար Ղուշչյան, Հայկ Ավանեսյան և Առաքել Օհանյան, Հայլուր։